Հանրապետությունում հունվարի 1-ից գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, այն ամբողջությամբ ներդրվելու է փուլային տարբերակով։ Առաջին փուլում համակարգի մասնակից են դառնում 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Սահմանվել է տարեկան 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ վաղ հայտնաբերման ուղղված սկրինինգային հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում եւ այլն։ Պատասխանատուները վստահեցնում են, որ քաղաքացին չի զգալու առողջապահության ապահովագրության ծախսի բեռը, զինապահ հիմնադրամին ուղղվող գումարները կրճատվում են եւ դրանք փոխանցվում են առողջության ապահովագրությանը։ Գումարի մի հատվածը քաղաքացին կստանա սոցիալական կրեդիտներից։ Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից ավելին է, առաջին փուլով ներառվելու են ապահովագրական համակարգում, իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում։ Պետության ուշադրության կենտրոնում են սոցիալական խմբերը, մասնավորապես պետության կողմից կապահովագրվեն մինչև 18 եւ 65-ից բարձր տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը, զոհված զինծառայողների ընտանիքները։ Ապահովագրության բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման օղակից, եթե շտապ եւ անհետաձգելի բուժօգնություն չկա։ Արմեդ հավելվածում առողջապահության նախարարության կայքում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սկրինինգների, ինչպես նաեւ դեղերի կոնկրետ ցանկեր։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ 2 տարիների ընթացքում։